լսեցինք, որ Թրամփը կրկին վերադարձել է մեծ եղեռն տերմինին, արդեն ցեղասպանություն տերմինն էլ չի օգտագործել եւ արդեն արժանացել է որոշ կոնգրեսականների, հայամետ կոնգրեսականների արձագանքին եւ այդ տերմինի կապակցությամբ քննադատությանը ու այստեղ փալոններ կարծեմ ասել, որ սա այս թույլ ոգեկոչումը նվեր է ժխտողականներին կամ ժխտողականությանը։ Ինչ կասեք դրա մասին։ Տեսեք, երկու հիմնական խնդիր կա այստեղ, որ պետքա տարանջատենք։ Մենք զուգահեռի մեջ սա պետքա դիտարկենք նաև Արցախի հարցում օրինակը։ Ահա։ Մեկ այլ իրավիճակ է, երբ որ Հայաստանի իշխանությունը անկախ կոնֆլիկտուայնության բարդություններից հայտարարում է, որ այս թեման իմ օրակարգում է, եւ ես առաջնահերթություններով պայքարում եմ, լրիվ այլ բան էր, երբ որ օրինակ 22 թվականի հոկտեմբերին շատ պարզ տեքստով Պրագայի հայտնի այդ քաղաքական ժողովները, երբ որ Հայաստանի իշխանությունը ասաց մենք ճանաչում ենք Արցախը Ադրբեջանի կազմում, կոնկրետ տարածքը նշվեց, որում Արցախը ֆիզիկական տարածքային առումով Ադրբեջանի կազմում էր եւ այլն։ Բնականաբար դրանից հետո արտաքին դերակատարները, որոնք միջև այդ այլ հրապարակային մոտեցումներ էին արտահայտում, այդ մարդիկ արդեն, այսպես ասեմ, փակ դռների ետևում մեզ ասում են, գիտեք, երբ որ կար խնդիրը, մենք կարողանում ենք միջազգային իրավունքի տեսանկյունից սա դիտարկել, ներկայացնել, միջնորդական առաքելություն իրականացնել, բայց երբ որ ձեր իշխանությունը պարզ տեքստով ասում է, որ Արցախը Ադրբեջանն է, ապա մեր ներգրավվածությունը կամ մեր կողմից շահագրգռվածությունը այլ բան կարող է առաջացնել, առավել եւս Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ, որովհետեւ ում միջև կար կոնֆլիկտ, ըստ էության կոնֆլիկտի մի կողմը իր համաձայնությունը կամ մոտեցումը ներդաշնակությունն է արտահայտել Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա առաջին անգամ, երբ որ տեքստը Միացյալ Նահանգների նախագահի ես կարդացի, այդ բանը 22 թվականի իրադարձությունները եկավ իմ աչքի առաջ, որովհետև եթե քո երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր արտաքին քաղաքական օրակարգի մաս չէ, ապա բնական է, որ այս իրավիճակում այլ երկրների դիրքորոշումները վերախմբագրվելու են։ Ես չեմ ասում, թե նրանք սկսելու են հանդես գալ ժխտողականության դիրքերից, բայց ես ասում եմ, որ ստեղծված իրավիճակում սա նաև հնարավորություն է այդ երկրների համար Թուրքիայի հետ հարաբերություններում այլ շատ ավելի լավ հարաբերություններ եւ անհարկի չմտնել որոշակի կոնֆլիկտային դեպքերի, հատկապես որ Թուրքիան այսօր հատկապես մերձավոր արևելքի հետ կապված հարցերում աշխատում է Միացյալ Նահանգների հետ, Սիրիայի հետ կապված հարցում, որովհետեւ այնտեղ Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցներից մեկը Իսրայելը ունի կոնկրետ խնդիրներ, Թուրքիան ազդեցության խնդիր ունի